All that I have is all that you've given me. Ժամ քանիսն է, ժամսը։ 6-ից չես։ 6-ից 20։ Առավոտ շուտ է, այսօր ունենք աշխատանքի առաջարկ, շատ հետաքրքիր աշխատանքի, տարբերվում է բնականաբար մեր մյուս աշխատանքներից վարորդ մենեջեր, այսինքն ինքը սպասարկում է խանութներ, արտադրանքը տվյալ ընկերության սպասարկում է խանութներում, զուգահեռ մենեջերի աշխատանքներ է կատարում, էլի։ Աշխատելու եմ այսօր Ֆիդորա ընկերությունում, Ֆիդորա ընկերությունը արտադրում է կիսաֆաբրիկատներ, պիցաների խմորներ, աջրական խաչապուրի խմորներ, թխվածքներ ու էլի բաներ կա, տեղում արդեն կիմանամ։ Անցած նկարանումները լավ է, իմիջիալից ասեմ, որ տրամադրությունս լավ է, որովհետև ստոպ չտակը արդեն ընկել է հունի մեջ։ Ասեմ ավելի, մենք ունենք պատվերներ, առաջարկներ ստոպ չտակ նկարելու, լավ է։ Մենակ նեղվում եմ, որ մենք աշխատասենյակ չունենք։ Կոֆե եմ ուզում։ Առաջի ետերից հետո մենք զգացինք արձագանքները, շատ լավ էր, նույնիսկ սպասվածից լավ էր։ Չի է սա աշխարհում կոֆեն կոֆե, Հայաստանում սուրճ։ Այ, կոֆե եմ ուզում։ Այդ հարցը շատ լուրջ հարց է։ Հա, լավ նորություններից նաև են է, որ նկարահանման խմբի մեջ ընդհանրապես ստոպ չտակնի խմբում, այս անգամ փոփոխություն չկա, արդեն լավ է։ Գնացինք։ Ջաջո, ջգի։ ՈՒԱԶ 69B Արտաճանապարհային այս մեքենայի պատմությունը սկսվել է 40-ականների վերջին, չնայած այդ ժամանակ նա դեռ չէր կրում այս անունը։ Պատերազմից հետո, երբ արտադրությունը տեղափոխվեց վերակառուցված Ուլյանովսկի ավտոմոբիլային գործարան, հենց այնտեղ էլ Գորկու անվան գործարանի արտադրած Գազ 69-ը ստացավ իր նոր անունը՝ ՈՒԱԶ 69B։ Իր պատմության մեջ ընկերությունը ունեցել է լուրջ հաջողություններ, նա նույնիսկ արտահանել է իր մեքենաները մի քանի երկրներ, օրինակ Չինաստան, Կորեա, Ռումինիա։ Հետաքրքիր է, ինչու հենց այդ երկրները։ Ինչևէ, ես այսօր աշխատանքի եմ գնում այս մեքենայով։ Չնայած որ գործարանային վիճակից կարելի է ասել ոչինչ չի մնացել։ Այն տիրոջ կողմից ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Չեմ կարծում, որ խորհրդային ինժեներները գոհ կմնային։ Բայց հիմա դա այդքան էլ կարևոր չէ։ Նա հիմա էլ փողոցներում ուշադրության կենտրոնում է, իսկ դա իհարկե մեքենայի տիրոջ շնորհիվ։
Բարի սախվել։ Ոնց ես։ Դե լավ ենք, ինչ պետք է ենք։ Լարի նստիկ հասկանանք, ինչ ենք անել։ Նստի, ես եմ ասում, էլի, էլի նստի։ Ինչ ժամա թուղթ վերցնեմ, էլի։ Հա։ Որոնց։ Ուրեմն Ֆիդորա ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին։ Գործունեությունը ծավալել հիմնականում կիսաֆաբրիկատ խմորեղենների արտադրության մեջ։ Ինձ ասա հերթականությունը։ Ես գնում եմ խանութները, կոնկրետ խանութներ կան, թե կոնկրետ խանութներ կան, ասենք մտնում ես ամենասկզբից։ Նայում ես ապրանքի վիճակը։ Ինչ է նշանակում ապրանքի վիճակը։ Այսինքն ապրանքի վիճակը ասելով, այսինքն այնտեղ կարող ապրանքներ լինի, որ ժամկետ անցել են։ Հին լինի, ինչ ենք անում, հետ ենք բերում։ Հա, վերադարձ ենք անում։ Իսկ նոր ապրանքը որ տալիս եմ, ես կոնկրետ գիտեմ, քանի հատ եմ տալիս, թե իրանց հարցնում։ Իրանց հարցնում եք, իրանք կոնկրետ ասեն, որ ապրանքից ինչքան ոնց արդեն ապրանքը հետո տարա տվեցի իրանց, այդ հինը վերցրեցի, ինձ բնականաբար դա ապրանքի փողն են տալիս։ Ապրանքի կամ փողն են տալի, կամ ասենք փոխանցում են, կամ փոխանցում են կարան։ Ես ինչ իմանամ, իրանք փոխանցում են, թե չէ որ։ Դու արդեն կասես։ Ասենք հա, կոնկրետ դեպքում խանութներ կան, որ փոխանցում են դրանց։ Շատ խանութներ ունես, սրանք ինչ են։ Խանութների անուններն են։ Ուրեմն անուններն են, եկել ասենք ապրանքի տեսականը։ Հələ։ Որ նայես ավելի կոնկրետ։ Այսքան խանութ։ Չէ, աչքիս այսքան խանութ, մեկ էլ հետնել ասենք, որ ասենք հնարավոր է, որ ուրիշ նոր խանութ, որ այդտեղ չլինի։ Հա, այսինքն ես լրիվ նոր խանութ մտնեմ, առաջարկեմ մեր ապրանքը, հա։ Բայց դի իմանամ, որ խանութը, դե պատահական, որ ուզենամ։ Դե պատահական, ասենք, որ ուզենամ։ Հա, դե կասես, ես կզանգեմ օրինակ քեզ, ասեմ, վես ինչ խանութը դու ունես, թե չէ։ Հա։ Ու կմտնեմ այդտեղ։ Ինչ է արտադրում այսօր ձեր ընկերությունը։ Ընկերությունը հիմնականում արտադրում է պիցաների պոլուֆաբրիկատ խմորները, աջարական խաչապուրի խմորները, նաև խմորեղենի կիսաֆաբրիկատ տեսակը, բիսկվիտներ ու ասենք դեմ մեղրովի շերտեր ու միկադոյի շերտեր։ Միկադո, ուֆ, միկադո, չէ։ Ես եմ այդ ամեն ինչը տեղափոխում, իմ հետ մարդ չկա։ Չէ, դուք մենակ եք գնում վարորդ առաքիչ, բանվոր։ Ես համ վարորդ եմ, համ առաքիչ եմ, համ բանվոր եմ, համ էլ մենեջեր եմ, խանութ եմ։ Խանութ ես մտնում։ Ահագին գործ եղա։ Գաղարտումը լինի լավ մենեջեր, մենեջերներից է լավ, կարող է եւ վատ, բայց շատ հնարավոր է, որ լինի լավ մենեջեր։ Քանի ժամ է տևում այս ամեն ինչը։ Դե ցանկալի է մինչև ժամը 3-4-ը վերջացվի, խանութներին աշխատենք թարմ ապրանքներ։ Իսկ արտադրությունը փաստորեն, եթե առավոտ շուտ է այս ամեն ինչի կազմակերպում, փաստորեն արտադրությունը սկսում է գիշեր է։ Բարդությունը հիմնականում կայանում է նրանում, որ ասենք ճգնաժամ աշխատանք, չքնել ամենակարևորը։ Ու չի հաստատվել։ Փաստորեն ես համ առաքիչ եմ, համ բանվոր եմ, համ մենեջեր եմ, համ վարորդ եմ։ Դրանից հետո Արտեմ ջան, ուրեմն ասենք գործը վերջացնելուց հետո պետք կլինի, ասենք մի քանի ապրանք գնելու, օրինակ շատ հնարավոր է, որ դուք գնեք այդ ապրանքը։ Այս ինչ ապրանք, ինչ ապրանք։ Ինքերի հետ կապված։ Այսինքն ալու։ Մի րոպե, դե մի հատ է գործ ավելացավ, փաստորեն։ Գործ ավելանում, որ պարտադիր չի, պրոստը ցանկալի է, ասենք ընկերության հետ կապված, ասենք մի ծախսը կրկնակի չդարձնելու համար, ասենք միանգամից առաքիչը իր հետ բերի, ասենք խոսքի անհրաժեշտ հումք։ Լավ, մի հատ էլ հարց մնաց, փաստորեն, այն ապրանքը, որ մնացել է չի վաճառվի ու ասենք հին է։ Բերում ենք ինչ ենք անում։ Դե ապրանքը հետ ենք վերում, բայց չի նշանակում, որ կորցնենք այդ ապրանքը։ Ես ինչ քանակություն եմ վերցնում իմ հետ։ Ուրեմն քանակությունը այս կգրեմ։ Դուք ստուգես քո գրածը կբարձես։ Ես։ Բանվոր է, հա, ճիշտ է։ Դուք շարժվես արդեն նշված խանութների ուղղությունը։ Ըստ հերթականությամբ թե ոնց պատահ։ Չէ, ցանկալի է հերթականությամբ։ Մարշրուտ, Սա բեռնագիր է, որով ասենք դու այս ապրանքը
քանակության բարձում ես։ Մոտ թուղթա որ ունես այսքան ապրանք այս ֆիրմայի կողմ։ Էսով է այս մարդը։ Այդ մարդը Ում ենք տալիս։ Ես եմ։ Հա, ես այսինքն այսօր փոխարինում եմ Ռոման Ղարիբյանին։ Ստեղ գերենք Արտեմ Կարապետյան ու գնաց։ Ես ստորագրելու գործ ունեմ այնտեղ։ Հա, դու ստեղ ապրանքը բարձելուց հետո ստորագրում ես քո ստացա այսքան ապրանք։ Ահա։ Հա, իսկ խանութում թղթերի հետ կապված գործ ունեմ անելու։ Խանութում պարզապես այս մի թուղթը, որ դու ասենք մտնում ես խանութ, տվեցիր ապրանք, պարզապես նշում ես թե քանի հատ։ Ասենք այս տվյալ ապրանքից մի հատ, տվյալ ապրանքից ասենք 10 հատ։ Ասենք աջարական խաչապուրին, չէ՞, այս ինչ է։ Աջարական խաչապուրին տվեցի 10 հատ։ Նշում ես այս խանութի դիմաց 10 հատ։ Ահա։ Պիցան տվեցիր ասենք 5 հատ, նշում ես 5 հատ, վերջում նշում ես գումարը։ Ահա։ Դե ինչքան առևտուր արեցի տվյալ խանութ։ Տվյալ խանութը։ Իսկ եթե ինձ հետ են տալիս, այդ որտեղ եմ նշում։ Այդ նշում ես, ասենք նույն, ասենք տակը, ասենք բանով, գծիկով։ Ոսկի ասենք տվեցիր 5 հատ աջարական, վերցրեցիր 2 հատ, 5 գից 2։ Սենց գից, թե դրոպ։ Դե ասենք Ոնց արմար։ ոնց արմար։ Դրոպ, լավ, եղավ։ Էլ ուրիշ գործ չունեմ, սաղ ասիր։ Մեքենայից 2 բառ խոսանք, էլի։ Մեքենայից ուրեմն դիզելային է մեքենան, նորմալ վիճակ, քեզ աստղ ճանապարհ չի թողելու։ Հա։ Ապահովագրված է։ Ապահովագրված է։ Անվտանգության գոտին կա։ Գոտիները Աշխատում է։ աշխատում են։ Հա, դե չէ շատ դեպքից ջեր բան է գծած։ Չէ, Ինքան որ գծած։ աշխատում է, Օրենքով։ Օրենքով։ Գնացիք, լավ։ Անցած հաղորդման մեջ այո վարորդ առաքիչ էի, տարբերությունը նախ տեխնիկան էր, որ այնտեղ մոտոցիկլետ էի վարում, հետո այնտեղ հենց վարորդ առաքիչ էի, իսկ այդտեղ փաստորեն մի քանի գործ էի ես անում։ Բացի դրանից մոտոցիկլետից հետո այս մոդելը վարելը մի քիչ դժվար է, որովհետև սովորական մեքենայից հետո երբ դու նստում ես փակ պիկապ, այսինքն պետք է մենակ օգտվես կողային հայլիներից, այն հետևի հայլին անիմաստ էր։ Բարև ախպերս, 5000-ի գուզը։